Այսօր գիտեք նշանավոր օր է Facebook-յանի մեջում ես ձեր զատիկի համար շնորհավորել եմ եւ դրան զուգահեռ մենք մեր ընկերներով որոշել ենք նորից այցի գալ մեր ուրեմն փառահեղ կաթողիկոսներից օձնեցուն եւ ասել որոշակի բաներ, հիշեցնել որոշակի փաստեր, որոնք շատ կարեւոր են ինչպես մեր ժողովրդի, այնպես ձեզ, մեզ եւ բոլորիս համար։ Ես ասեմ հետեւյալը, որ դուք գիտեք, որ գրեթե, այսինքն միասին ենք եղել, շրջայցը այս հաղորդաշարը ամեն կիրակի գրեթե 6 տարեկան է, բացի ձմռան ցուրտ եղանակները, որը տհաճ է լինում երբեմն, ուրեմն մենք տարին 12 ամիս ըստ էության ուրեմն եղել ենք հանրապետության տարբեր վայրերում, եկեղեցիներ, մշակույթի օբյեկտներ, ուրեմն ամրոցներ, գոթողներ եւ նման բաներ, որոնք ձեզ եք ներկայացրել եւ մեր գիտելիքների ունեցածի չափով մեկնաբանել ենք խնդիրը նաեւ կապել ենք Հայաստանի հետ, Հայաստանի պետականության եւ մեր ժողովրդի վերածննդի հետ։ Այդ հարցը հատկապես ակտուալ է դառել պատերազմի պարտությունից հետո, որովհետեւ ինչու եմ ասում պատերազմում պարտվելուց հետո, որովհետեւ մեզ համար շատ կենսական է եղել արագ ոտի կանգնելը, պահպանել մեր պետականությունը եւ ոչ միայն պետականությունը պահպանել, այլ ստեղծել նախադրյալներ հետագա զարգացման համար։ Կարծում եմ, որ այդ խնդիրը մենք լուծել ենք որպես ազգ եւ որպես ժողովուրդ։ Դուք պիտի հիշեք մի բան, որ պատերազմից հետո մի քանի օր հետո պարտությունը նկատի ունեմ, ես ասել եմ քրիստոնյա ժողովրդավարական տեսակետը եւ պնդել եմ, որ մեր երկրին առաջին հերթին կայունություն է պետք, որտեղ առանց կայունության որևէ ժողովուրդ, որևէ պետություն չի կարող հաջողություն ունենալ եւ փաստն այն է, որ այսօր մենք ունենք կայուն Հայաստանի Հանրապետություն, որը ոչ միայն կարողացել է հաղթահարել շատ ուրիշի համար երևի անհաղթահարելի դժվարություններ, այլ նաեւ հասել է որոշակի հաջողությունների։ Առաջինը ճանապարհներն են, որի մասին շատ ենք խոսել, երկրորդը մեր ժողովրդի հոգեբանական վիճակի փոփոխությունն է եւ երրորդը որոշակի առաջընթաց պետականաշինության հարցում։ Սա ներքին քաղաքական իմաստով, արտաքին քաղաքական իմաստով մենք շրջափակումը ճեղքել ենք, հեն էլ ասենք հերոսաբար։ Եվ այսօր մեր երկրի համար, պետության համար կայուն հզոր սյուներեն Հնդկաստանը, հերթով եմ ասում, հիշեք Սև լճի օրերը եւ ինչ վիճակ էր, երբ Հնդկաստանն առաջինը կարծես թե տեղից շարժվել, ուրեմն հետո Ֆրանսիան, հետո Միացյալ Նահանգները եւ անշուշտ այդ շարքի մեջ հիշեցեք Տիկին Թրեսին, այդ օրերին Միացյալ Նահանգների դեսպանի, որը շատ անգամներ այս հայ կագեբեիշնիկների, ռուսական ստրուկների խոչընդոտների պայմաններում անգամ եղել է Սյունիքում, նույնիսկ Սյունիքում մնացել է, որպեսզի Հայաստանը մնա անվտանգ։ Այդ բոլորը ձեռք բերված բաներ են, այսօր դուք գիտեք, որ մեր արժեվ կան հեռանկարներ եւ այդ հեռանկարների մեջ անշուշտ մեկը ուրեմն Թրամփի ուղին է, որը մի շանս չէ եւ չի կարող լինել։ Ես հիմա ասում եմ, ռուսաստրուկները կարող է հոգե ընկնավորվեն մինչեւ Մոսկվա, բայց դա իրենց գործն է, այդպես լավ կլինի։ Եվ նաեւ Հայաստան, ուրեմն Ամերիկա համագործակցության այն համաձայնությունն է, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար ստեղծել տեխնոլոգիական առաջընթացի ուրեմն վիճակ։ Ասեմ դες հետեւյալը, եթե Աստծո հաջողությամբ մենք կարողանանք որպես ազգ ուրեմն Հայաստան Ամերիկա այդ համաձայնությունը կյանքի կոչել, իսկ պարտավոր ենք դա, հեռանկարի մեջ վստահ եղեք, որ մենք կունենանք այսօր Կովկասում երկրորդ Թայվան, հետ չկասկածեք եւ չարագամներին չլսեք, այսինքն ճտերին Զախարովաների, ուրեմն չլսեք, մենք կունենանք դա ու պիտի ունենանք։ Հիմա տեսեք հարցը ինչ է։ Ինչու այսօր նորից օձնեցու արձանի մոտ։ Այս պահի մենք գտնվում ենք ուրեմն Օձուն գյուղում, Հայաստանի Լորվա մարզի ամենախոշոր գյուղերից մեկն է, հազարամյակների պատմություն ունեցող, հուշարձաններով, շատ լավ մարդկանցով եւ բարեկեցիկ ու բարետես այս գյուղը եւ նաեւ բազմականակ հետել պիտի ասվի եւ այստեղ է մեր եկեղեցու ամենանվիրյալ, ամենահանջարեղ ներկայացներից մեկը, որ Հովհաննես Օձնեցին է 7-րդ դար, որը ոչ միայն կաթողիկոս է եղել, այլ եղել է դիվանագետ, կարող եմ ասել քաղաքագետ, շատ խելացի,
Եվ ուրեմն մշակույթի գործիչ, իհարկե կաթողիկոսի համար մշակույթի գործիչ ասած է հարաբերական է, որտեղ նրա արած է հոգևոր ոլորտի վերափոխումներն են։ Հիմա կոնկրետ ասեմ, որ ես ամեն տարի դուք գիտեք, սա մեզ համար որպես ունգնդիր դուք էլ նորություն չի այցելել Օձնեցուն եւ յուրաքանչյուր անգամ երբ այցելել ենք Օձնեցուն որպես ուրեմն այսպես ասեմ աշակերտ ոչ թե հյուր, որտեղ մենք մեր երկրում չենք կարող հյուր լինել, ուրեմն աշակերտ եւ իմաստավորելու համար այն իրականությունը, որ անընդհատ առաջանում է մեր եւ մեր երկրի շուրջ։ Հիմա այդ առիթով կասեմ որոշակի բան։ Ես ես փակագծում ասեմ, որ գրեթե գաղտնիքի նման մի բան է, որ ես ինքս անձամ ամեն տարի մեծագույն բավականությամբ եմ ուրեմն այցելում 3 կետեր։ Մեկը Օձունն է, Օձուն գյուղը Օձնեցուն, այսպես ասած տեսակցության, մյուսը Պարուսևակի տուն թանգարանն է, որը անսպառ քրիստոնեական ոգեշնչման կետ է ու աղբյուր, հատկապես Սևակը Աստվածաշնչի իր մեկնաբանություններով եւ Աստվածաշնչյան թեմատիկայով իր ստեղծագործություններով, սա բացառիկ երևույթ է հայ գրականության մեջ, ես կարող եմ ասել դա առանց բանի, որ հայ փիլիսոփայության որոշակի նվաճում է, Պարուսևակի իր տուն թանգարանով, եւ երրորդը իհարկե թիվը հերթական չի, ես մեծագույն բավականությամբ եմ այցելում տարին մի երկու անգամ հավանաբար, մի քիչ չափն անցնելով հավանաբար, Մինասին Ջաջուր, որովհետև ճիշտ ասած ես ձեզ էլ խորհուրդ կտամ, այս կետեր այցելով կարծես թե ես հոգևոր սնունդ եմ ստանում, բայց խոսքի մասին չի տվյալ բարակայում, այլ քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը ստանում է այն հոգևոր փիլիսոփայական ոգեղեն սնունդը, որ անհրաժեշտ է մի գուսակցության, որի նպատակն է ոգեղեն կյանքը անկախ ազատ Հայաստանի վերադարձնել Հայաստան, վերականգնել հայ մարդուն որպես առաքինի, հավատավոր, պինդ, հավատով եւ իր պետականության ուրեմն վերականգնման վճռականությամբ լցված։ Ուրեմն 3 հեղինակ ես առանձնացրեցի. Պարուսևակ, Օձնեցի, Հովհաննես Օձնեցի կաթողիկոս, հայոց հայրապետ, այս հայոց հայրապետները կարող են մեր եպիսկոպոսած դասին եմ դիմում օրինակ վերցրեք ոչ թե մաֆիոզներից, ոչ թե ռուսական գաղտնի ծառայության ուրեմն ոչնչություններից, այլ Օձնեցին թող լինի հայաստանյաց առաքելական եկեղեցու ուղենիշներից մեկը, ինչպիսին որ կա, հետաքրքրական շարունակելով եւ ես ասեցի, ուրեմն Մինաս Ավետիսյանն է Ջաջուրից, նրա կտավները, գունակեղ եւ այսպես շարունակաբար, այսինքն սրանք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության եւ նրա անդամների համար ուրեմն ուղենիշներ են այն բանով, որովհետեւ մենք ունենանք ոչ միայն որպես քաղաքական կառույց կուսակցություն, այլ ունենանք նորմալ զարգացող կուսակցություն, որը խիստ անհրաժեշտ Հայաստանի համար։ Հիմա վերադառնամ Օձնեցուն։ Ինչով է հայտնի Օձնեցին։ Ասեցի խոշորագույն դիվանագետ է, մինչև հոգևոր ծառայություն է։ Դա գործել է բյուզանդական, արաբական մրցակցության դժնդակ ժամանակներում եւ եղել է իր բարձրության վրա։ Նա դաժան քաղաքական հոգևոր կռիվ է մղել Բյուզանդիայի դեմ, արաբների հետ կարողացել է հարաբերություններ կանոնավորել եւ դրան զուգահեռ կարողացել է Պավլիկյան աղանդի հետ կռիվ տալ, Պավլիկյանների հետ նրա այդ աղանդավոր շարժման դեմ բավականին հետևական կռիվ է մղել եւ այստեղ է որ այսօրվա իմաստը լինելու հետեւյալն է, չերկարացնեմ, չօգնեցնեմ ձեզ։ Ուրեմն որն է դա։ Բյուզանդիայի հետ հակամարտության մեջ Հայաստանի ինքնուրույնությունը հայ մարդու դիմագիծը պահելու համար հատուկ ուշադրություն դարձրեց հայաստանյաց, տեսեք հայաստանյաց եւ ոչ հայ, հայաստանյաց առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու, այսպեսին է մեր եկեղեցու իսկական անուն ազգանունը, ուրեմն նրա դավանքի հարցերը քննեց եւ դավանանքի հարցերի մեջ ուրեմն քննեց, ձևակերպեց միաբնակության եւ երկաբնակության վերաբերյալ խնդիրը։ Սա իհարկե դավանաբանական հարց է, երբ ես հաղորդումներ եմ տվել սրա վրա չեմ կենտրոնացել, բայց այսօր քանի որ մեր եկեղեցու ծառայությունը, ազգային կոչումը, աստվածային կոչումը ուրեմն կարգավորելու համար աղճատում են, փորձելով ծառայեցնել օտարպետությանը, այստեղ արդեն մեջտեղ է գալիս դավանանքի հարց, ասեմ հետեւյալը, որ հայաստանյաց առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցին միաբնակ եկեղեցի է։ Ռուսական ուղղափառ եկեղեցին, որը պրավասլավ իրենց լեզվով եկեղեցի է, կամ
հունական ուղղափառ կամ օրթոդոքս եկեղեցին երկա բնակներ են։ Դա ինչ է նշանակում։ Սա շատ կարևոր սկզբունք է, որի դասական ձևակերպումը համաշխարհային, այսպես կրոնագիտական քրիստոնեական գրականության մեջ կլասիկ ձևով տվել է Հովհաննես Օձնեցին։ Ինչ է ասում նա։ Այստեղ Քրիստոսի կերպի մեկնաբանության հարցն այսօրերի համար չափազանց կարևոր։ Այստեղ ասվում է, որ մեր եկեղեցու դավանանքով ուրեմն միաբնակ եկեղեցին ընդունում է Քրիստոսի կերպարի մարդկային եւ աստվածայինի միախառն լինելը, անբաժան եւ միասին։ Իսկ երկաբնակ եկեղեցին ռուսականը, հունականը եւ այլն եւ լատինականը նաեւ անշուշտ Քրիստոսի կերպարը մեկնաբանում է ուրեմն մարդկային առանձին դիտելով, աստվածային առանձին դիտելով եւ նման բաներ։ Ես ինձ թույլ եմ տալիս եւ առաջարկում եմ անգիշ սովորել Օձնեցու ձևակերպումը կարդալ ուղղակի, ինչպես է աշխարհաբարով հնչում Հովհաննես Օձնեցու ձևակերպումը։ Նա ասում է, որ ուրեմն Քրիստոսը ասում է Օձնեցին սոս մարդ չէր, բայց լոկ աստվածեր չէր, այլ մանավանդ եւ աստված եւ մարդ էր միաժամանակ։ Կրկնեմ, որպես ուշադիր լինեք եւ երևի թե անգիր սովորեք, որ Քրիստոսը սոս մարդ չէր, բայց լոկ աստվածել չէր, այլ մանավանդ եւ աստված եւ մարդ էր միաժամանակ։ Ուրեմն սա միաբնակ եկեղեցու դասական այն ձևակերպումն է, որը ծնվել է բյուզանդական եկեղեցու դեմ պայքարի, որտեղ ուծացման խնդիրներ կային եւ այլն եւ այլն։ Հիմա դա նույն ռուսական եկեղեցին այդ փորձերն անում։ Նա ժառանգորդն է, չէ՞։ Գիտեք, իրենց հրճակել են բյուզանդական եկեղեցու հետևորդներ եւ այլն։ Հիմա երկաբնակի մասին ասեցի, որ Քրիստոսը դիտվում է երկու մասով եւ այլն։ Ուրեմն այս կանը այս մասին ինչու այսօր այստեղ, որովհետեւ ես կարծում եմ, որ երկրի վերափոխումների մեկնարկային շրջաններում իսկ ազգային ժողովի քաղաքական ընտրություններն արժևում են, իրավական ինչպես կուզեք, մենք պետք է հստակեցնենք մեր դիրքորոշումները, օգտագործենք մեր ողջ ռեսուրսը, որոնց մեջ հայ մարդու ուրեմն ներքին բարոյական հոգևոր կյանքի կազմակերպման խնդիրը կա, պինդ լինելու եւ իր երկրին ու պետությանը դեր լինելու առումով, իսկ հայ մարդը կարող է պինդ լինել, եթե ինքը լավ յուրացնում է իր եկեղեցու դավանանքի փիլիսոփայությունը, ինքը ապրում է իր եկեղեցու արժե համակարգով եւ այդ իմաստով ուրեմն կազմակերպում է վերափոխում իր ազգային ուրեմն աշխարհայացքը, չափազանց կարևոր է։ Ահա թե մենք ինչու այսօրերին որոշեցինք այսօր հատուկ գալ Գառնանամուտին, ուրեմն այս Օձուն գյուղ, այցի մեր հանջարեղ կաթողիկոսի, որը նաև փիլիսոփա է, ասեմ ձեզ, նկատի ունեցեք, սա խոշորագույն դիվանագետ է, արաբական խալիֆաների հետ բանակցել է, բյուզանդական ճնշումները չեզոքացրել է, հայաստանյաց եկեղեցին պաշտպանել է, հայ մարդու ինքնություն եւ այլն, եւ նույն գործը հիմա շարունակվում է այդ առումով։ Այնպես որ, այսինքն, այս իմաստով, այս հիմա բարևներ, այդ իմաստով Օձնեցին պատմություն չէ, Օձնեցին արդիականություն է, մանավանդ, եթե նկատի ունենք այն իրականությունը, որ առաջացել է մեր եկեղեցու շուրջ եւ նորից դիմում եմ աշխարհի մեր հոգեվոր դասին, օրինակ վերցրեք Օձնեցիներից, ծառայեք Օձնեցիների ուրեմն եկեղեցուն, որ է հայաստանյաց առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցին եւ օտար քամիներից հեռու մնացեք, հատկապես հյուսի քամիներից։ Դա այլ անցած բան է։ Ուզում եմ ասել, ահա այսպես վերցնենք, ճիշտ է որ ընտրապայքարը չի սկսված, մենք ընտրապայքարի օրենքի կարգով բան կանենք, կմտնենք որպես կուսակցություն, բայց այսօր սա նախապատրաստական մի փուլ դիտենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության դիրքորոշումները ձեզ ներկայացնելու, ձեզ հետ լինելու, նաև ձեր միջոցով ուրեմն լինելու պետության հետ միասին։ Այդ քժկն այդ իմաստով ձեր կուսակցությունն է, Օձնեցու կուսակցությունն է, իհարկե սա կրոնական կազմակերպություն չէ, քաղաքական է, բայց իր փիլիսոփայությունը եւ իր դավանած արժե համակարգն ու աշխարհայացքը զուտ հայկական է, որ է հայաստանյաց առաքելական եկեղեցու փիլիսոփայության ընկալման շրջանակներ։ Այնպես որ այս բոլորը եւ գումարած նրան ես ասեմ հետեւյալը, իմ բարեկամուհին նոր ասում է, որ լորին շատ է հայտնի խելացի մարդկանցով, ասել դե ինչ ասել,
Թումանյանը լորեցի իշքան գիտեմ, չէ։ Օձնեցին էլ լորեցի։ Այսինքն այս երկու հանճարները բավարար են, որ ամբողջ մի պետության սպասարկեն, բայց այս վարակայում փոքրիկ մի մարզ է այդ չափերով եւ այսպես։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, պինդ կրկեք ձեր բանաստեղծներին, ձեր կաթողիկոսներին ամեն ինչ լավ է լինելու։ Մենք հաղթած ենք։ Ոչ մի ռսաստրուկ, խոլոպ, ինչ ցարեր լինի միջնորդելու, նրանք չեն լինելու, նրանք գոյություն չունեն։ Բայց հույս ունենանք, որ նրանց զավակները կվերադառնան հայկական իրականության այն տաք գիրք, որտեղ կհանդիպեն օձնեցիներին, տաթևացիներին, այնտեղ ուրեմն որոտնեցիներին, այնքան կա որ չգիտեմ, Մարտիրոս Սարյանների գունագեղ կտավներին, եւ այսպես շարունակ, հա, մինասներ եւ այլն եւ այլն։ Ուրեմն իմացեք Հայաստանն այսօր այո աշխարհագրորեն մեր թուլության, երբեմն մեր անխելքության, մեր ոչ հետևողականության, ոչ տղամարդավարի կեցվածքի համար շատ է փոքրացել, բայց նրա մշակույթը դիեզերական է, այնքանով, որքանով օձնեցին է դիեզերական, որքան նարեկացիներն են դիեզերական, հետևաբար Ես շարունակեմ այդ ուղղությամբ։ Նման մշակույթ ունեցողը չի կարող ուրիշի ստրուկը լինել, նման մշակույթ ունեցող, պատմություն ունեցող ժողովուրդը չի կարող փոքր լինել, փոքրականակ հնարավոր է որ լինի, բայց դա հաղթարելի բան է։ Դրա համար երկրի կյանքը կլավանա, երեխաների ծնելիությունը կմեծանա, աշխարհն էլ գիտեք, սահմաններն ընդհանրապես շատ խախուտ բաներ են։ Սահմանները գնում ու գալիս են, հաղթում են այն ժողովուրդները, ովքեր իրենց ուղեղի մեջ միշտ ունենում են հոգևոր լիցք։ Այսքանը սա այսպես ասեմ, հա, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետն է, եւ մենք կհանդիպենք ամեն անգամ, ամեն կիրակի առանց հոգնելու։ Պատկերացրեք 6 տարի ամեն կիրակի պատշաճ ձևով եւ այլն, այսպես։ Հաջողություն ձեզ աշխարհում եք եւ այսպես շնորհակալություն լորի աշխարհի, դե լոր Հայաստանին, որ տվել է օձնեցի կամ Հայաստանին, որ ունեցել է օձնեցու նման կաթողիկոս փիլիսոփա։ Դիվանագետ, պետական գործիչ, որը մինչև վերջ նվիրված էր իր պետականության եւ թքած ուներ ցանկացած օտարի վրա։ Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Ուրեմն հաջողություն ձեզ։